Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, ըստ էության նախարարը ներկայացրեց ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները, որը կապված է բանակի առաջին հերթին գրավչության բարձրացման, ծառայության գրավչության բարձրացմանը եւ դրանք ունեն հիմնական հենասյուներ։ Պարոն Բագրատյան, վստահաբար կարելի ասել, որ Պաշտպան Հայրենիա ծրագիրը կայացած է եւ ունի շարունակություն։ Շարունակությունը ուղիղ կապված է կրթական համակարգի հետ, կրթության հետ եւ ուսումնական մեր զորամասերի, թե ուսումնարանի, թե բարձրագույն կրթության շարունակության հետ։ Ատեստավորման process-ը անցավ իր փուլերը եւ հիմա էլի կապված բանակի ու ծառայության գրավչության հետ ինքը անցնում է հաջորդ փուլը, իսկ գրավչությունը շարունակական պետք է լինի, պայմանագրերը հնարավորություն կտան արդեն ընտրություն կատարել պայմանագիր ունեցող 5-ամյա ծրագրերում պայմանագիր ունեցող զինվորական մասնակցություն ընտրածներին ավելի գրավիչ պայմաններում շարունակել իրենց ծառայությունը, երբ որ ծառայության ժամկետը ավելանալով նրանք ըստ էության կյանքի ինչ-որ էտապում որոշում կայացնեն մնալ զինված ուժերում եւ իրենց գիտելիքները ծառայեցնել բանակի ապագա զարգացումների վրա։ Կարող եմ ասել, որ օրենքի նախագծով նախատեսվում է հստակեցնել զինծառայողների ատեստավորման գործընթացը, պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության ընդունված զինծառայողների հետագա պայմանագրային զինվորական ծառայության կազմակերպման հետ կապված հարաբերությունները։ Սրանք իրավական հարաբերություններ են, որը նորովի նոր էջ է բացում բանակի գրավչությունը բարձրացնելուն։ Հանձնաժողովում ըստ էության ստացել է դրական եզրակացություն հանձնաժողովի բոլոր անդամների կողմից, կոչ եմ անում քվեարկել այս նախագծին, որը մեր զինված ուժերի համար նոր դուռ է բացում բանակում մնալու եւ բանակում որակյալ ծառայություն շարունակելու համար։